Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։ Ընդունվեց օրենքը Հայաստանի Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, բայց դրա դեմ քաղաքական ընդդիմությունը, մասնավորապես խորհրդարանական, նրանցից ածանցված արտախորհրդարանական ուժերը որոշակի վտանգներ, ռիսկեր եւ խնդիրներ են տեսնում։ Սկսենք հերթով, հա։ Մասնավորապես ասում են, որ այս օրենքը ընդհանրապես բաժակաճառ է, սա օրենք չէ, օրենքի ծաղր է եւ այն անվտանգային ռիսկեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Ձեզ համար այդ ռիսկերը ինչպես են արտահայտվում, արդյոք կիսում եք մտավախությունները, որ այո, Հայաստանի ոչ այնքան բարվոք անվտանգային միջավայրը այս օրենքի հիմա ընդունմամբ եւս որոշակիորեն, այսպես ասենք, հաստանում է բացասական երանգավոր։ Ես շատ լավ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր դեմ են եւ նախորդ հարցի պատասխանում որոշեցի չդնել բոլոր կետերը, բոլոր տարերից հետո, բայց քանի որ դուք նորից անդրադարձաք այդ հարցին, ես ամենայն անկեղծությամբ կասեմ, բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են, իրենք դեմ են, որովհետեւ շատ լավ գիտեն, մենք իրենց բանտարկելու ենք, մենք իրենց պատասխանատվությամբ են կանչել։ Եվ իրենք երանի կտան Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, որը քլնգում են, անիծում են, հայհոյում են տարիներ շարունակ։ Դուք երանի կտաք այդ ամեն ինչին, պարոն Նայք եւ Տիկնայք, որովհետեւ եվրոպական ուժերը Եվրոպայի օգնությամբ ոչ մի բան չեն ներիցս։ Այն կերածը, այն լափածը, լողացվածը։ Ես հիմա չեմ ուզում կրկնեմ Նիկոլ Փաշինյանի այդ անհաջող ձուկ մուկ արմուկ, տեսանք, ամեն ինչ վերջացավ Range Rover-ով եւ մի քանի բավական ծիծաղաշարժ գույքերի բանով։ Հիմա ձեզնով կզբաղվեն շատ լուրջ տիկնակ եւ պարոնայք Բրյուսելից, Բերլինից, այլ վայրերից, Փարիզից, մենք իրանց կօգնենք, մենք կհրավիրենք հատուկ մարդկանց, որովհետև ինչի համար վերցնել փող Եվրոպայից, եթե Հայաստանում այդ փողերը կան։ Եվ այն, որ դուք դեմ եք դրան, տիկնայք եւ պարոն, ես հիմա դիմում եմ ոչ թե ձեզ, պարոն Ոսկանյան, իհարկե, դա հասկանալի է։ Ահա ինչից են իրանք վախենում։ Իրենց անձնական անվտանգությունը, իրենց հարստությունը խիստ վտանգված է։ Այո, դա ճիշտ է։ Ցավակցում եմ։ Կան միջոցներ կոմպենսացիոն հարկ է դա կոչվում, երբ որ իրենց կառաջարկվի վճարել գողացվածի զգալի մասը, դա կվերաբերվի նրանց ունեցվածքին, անշուշտ։ Իհարկե, ամեն ինչ օրենքի շրջանակներում, այն հյուրանոցները, գործարանները, այն անշարժ գույք, այն հողը, որ իրանք լումաներով ձեռք են բերել, այդ ամենը քննարկվելու է։ Ոչ թե իհարկե մեր ցանկությամբ, այլ օրենքի շրջանակներում։ Այդ ամենը ռուսական կողմին վաճառված ամենը ազգայնացվելու է, դրվելու է միջազգային արժույթների եւ ծառայելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ամեն ինչ դեռ արժևում է։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, խոսել այդ մասին մի քիչ անհարմար է։ Դուք 30 տարի ծախում եք Հայաստանի անվտանգությունը ձեր անձնական իշխանության դիմաց։ Ընդ որում դա չավարտվեց 18 թվականին։ 18 թվականի սկսված եւ չավարտած գործընթացների պատճառը նույնն էր, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ ինքը անձամբ նույնպես փորձում էր խաղալ այդ խաղը եւ սեփական իշխանությունը ապահովել ինչ-ինչ զիջումներով, ինչ-ինչ մերժումներով, այդ ամենը բերեց 2020 եւ 23 թվականների աղետների, պես որ ոչ, այս օրենքը եւ դրանից բխող գործողությունները միայն ավելացնելու են Հայաստանի անվտանգությունը, զարգացումը, բարգավաճումը եւ մնացած բոլոր անհրաժեշտ գործառույթները։
Գոնե միայն եթե որպես ինստիտուցիոնալ կամ ներկայացուցչական ընդդիմություն, եթե հղում անեն խորհրդանական ընդդիմության դիտարկումներին, ապա նրանք մտավախություն ունեն, որ այս օրենքի ընդունմամբ Ռուսաստանը կարող է մեղմ ասած վրդովվել եւ Հայաստանին կսպառնան տնտեսական անվտանգային խնդիր։ Ռուսաստանը ունենալով Հայաստանի ներսում բազմաթիվ լծակներ, երկաթուղի, հանքեր, բանկեր, մամուլ, քաղաքական կուսակցություններ, չի վարանի օգտագործել այդ լծակները։ Մեր խնդիրն է այդ լծակներից Ռուսաստանին զրկել։ Քաղաքակիրթ ձևով, եթե հնարավոր է, դիմացել ենք, կդիմանանք, կան այլընտրանքներ, Իրանը, Վրաստանը, օթով կբերենք այնինչ չեն կարող չեն կարողանա ցամաքով։ Բացի դա Ռուսաստանը 25 թվականին բարեբախտաբար մեզ համար այն չէ, ինչ 20 թվականին, 23 թվականին։ Ռուսաստանը կործանարար պատերազմ սկսեց նախ եւ առաջ իր համար։ Ռուսաստանը վտարանդի պետություն է։ Ռուսաստանը որպես գերտերություն այլևս գոյություն չունի։ Մեզ համար առաջի անգամ չէ, որ անկախությունը գալիս է այն պահին, երբ որ գերիշխող կայսրությունը թուլանում է։ Այդպես եղավ 10-րդ դարում արաբական խալիֆատի օրոք, երբ որ խալիֆատի թուլացումը թույլ տվեց Բագրատունիներին վերականգնել մեր թագավորությունը։ Այդպես եղավ Բյուզանդիայի թուլացման զուգահեռ, այդպես եղավ Կիլիկյան թագավորության ստեղծմամբ, այդպես եղավ ռուսական կայսրության փլուզմամբ առաջի հանրապետության եւ Օսմանյան կայսրության փլուզմամբ, այդպես եղավ սովետական կայսրության փլուզմամբ, երբ առաջացավ այսպես կոչված երրորդ հանրապետությունը։ Հիմա էլ այդպես Ռուսաստանը թուլանում է եւ մենք շանս ենք ստանում ապագաղութանալ։ Մարդիկ, ովքեր չեն ուզում Ռուսաստանի թուլացումը եւ մեր անկախացումը, իրենք ռուսական գործակալներ են։ Գործակալների հետ ամեն ինչ հասկանալի է։ Եթե իրենք միամիտ են, մենք կփորձենք իրենց բացատրել։ Իրենք չարամիտ են, մենք իրենց կդաստիարակենք։ Այսինքն, պարոն Խզմալյան, հիմա օրենքը ընդունվեց, Հայաստանը պետք է հայտ ներկայացնի անդամակցության, որը ելի էապես կփոխի Հայաստանի կարգավիճակը, այդ ընթացքում դե տարիներ տևող գործընթացի մեջ է մտնում, բարեփոխումներ, իրավական, տնտեսական, ֆինանսական, հասարակական, սոցիալական, կրթական, անվտանգային, մի խոսքով ամեն ինչ։ Եվ դրան զուգահեռ նախաձեռնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, որտեղ ԵԱՏՄ-ից դուրս գալու process-ը եւս չի լինելու մեկ օրում կամ մեկ որոշմամբ։ Ի վերջո, այո, մենք դեռ գործադիր իշխանություն չենք եւ ես չեմ կարող պատասխանատվություն վերցնել ասելու, թե երբ ենք մենք դուրս գալու ԵԱՏՄ-ից։ Եթե մենք լինենք օրենսդիր իշխանություն, եթե ժողովուրդը մեզ վստահի, ապա ես կկարողանամ պատասխանել այդ հարցին ավելի ճշգրիտ։ Բայց այն, որ մենք այո դուրս ենք գալու ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, դա ակնհայտ է, դա անխուսափելի է, դա խիստ անհրաժեշտ է։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, Եվրոպայի կողմից դա կարվի շատ արագ, որովհետև այդպիսին են ժամանակները։ Կորցնելով Վրաստանի հույսը, իրենք շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում հիմա Հայաստանի վրա։ Ես այսօր էլ եմ խոսացել եվրոպական քաղաքագետների հետ, իրենք լիահույս են, որ մենք չենք կրկնի եւ վրացական երազանքի խայտառակ ճանապարհը եւ այստեղ շատ կարեւոր է եւ ես ուզում եմ հատուկ նշել իմ գործընկերների ներդրումը Եվրա դաշինքը դա մի բան է ինչ չհաջողվեց անել վրացիներին իրենք ունեն փայլուն հնարավորություններ բայց չկարողացան միավորվել դաշինքով։ Մենք կարողացանք, եթե չլիներ դաշինքը, չէր լինի այս օրենքը, չէր լինի ստորագրահավաքը։ Միայնակ եվրոպական կուսակցությունը երբեք չէր հասնի դրան։ Միայն ստեղծելով դաշինք, ընդ որում դաշինքը այդքան էլ հարթ չէ, ասեմ ձեզ անկեղծ, կան բաներ, որ մենք չենք կիսում, կան տարաձայնություններ մեր մեջ, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ գերխնդիրը
առաջնահերթությունը ավելի կարևոր է, քան այն, ինչ մեզ բաժանում է։ Այնպես որ մենք միավորվեցինք սկզբից ստորագրավակի համար, հիմա մնացինք դաշինք Գյումրվա ընտրությունների համար, եւ եթե Աստված խելք տա մեզ, մենք չենք բաժանվի նաեւ 26 թվականի ընտրությունների համար, որովհետեւ այսպես է ստեղծվում երրորդ ուժը։ Մենք ձեր օգնությամբ դառնալու ենք երրորդ ուժ, հարգելի համակարգացիներ։ Եթե դուք մեզ վստահեք, դուք կունենաք ձեր ներկայացուցիչը խորհրդարանում, ոչ միայն իշխող կուսակցությունը, որը թույլ տամ ինձ ենթադրել, հիասթափեցրել է ձեզնից շատ ու շատերին։ Հիմա այդ ներկաների ու նախկինների պայքարի մեջ մտավ Եվրադաշինքը, եւ մենք բերել ենք ձեզ Եվրոպական միություն, մենք դա ձեզ խոստանում ենք։